Շարունակում ենք ուրիշ նորությունները։ Մեր այսօրվա հյուրն ունի իր ուրույն բեմական ոճն ու ձեռագիրը հայկական բեմում։ Բայց այս ամենի հետ մեկտեղ նա չի սահմանափակվում միայն երգչուհու կարիերայով, այլև օգնում է սկսնակ երգիչներին կայանալ բեմում, անել առաջին քայլերը եւ ինչ որտեղ նաեւ կանխորոշում է նրանց երաժշտական ապագան։ Այսօր մենք հյուրընկալել ենք երաժշտական պրոդյուսեր, երգչուհի, վոկալի փորձառու մասնագետ Եվա Սուջյանին։ Բարև ձեզ, Եվա։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք ինձ, շատ հաճելի է։ Հնչում է ձեր անուն, ազգանունը եւ մարդիկ միանգամից տրամադրվում են յուրահատուկ անկրկնելի ուրույն ոճի, թե երաժշտական, թե արտաքին նաեւ։ Շնորհակալ եմ։ Իսկ արդյոք դժվար չէ այսօրվա պահանջների եւ ունկնդրի պահանջարկին համապատասխան նաեւ ինչ որտեղ թելադրող մնալ ձեր անձնական անհատական ոճի մեջ։ Իրականում ասում են, թե դժվար է։ Դժվար կլինի այն դեպքում, երբ որ չես սիրում անել այն, ինչ անում ես։ Ես միշտ ասում եմ, երբ որ ընտրում ես որևէ գործ, աշխատանք կամ մասնագիտություն կարիերա կապ չունի, պետք է նվիրում ունենաս, նվիրման դեպքում դա պետք է ունենաս սեր։ Այսպեսով ես այնքան շատ եմ սիրում իմ մասնագիտությունը եւ երգարվեստը եւ դասավանդումը աշակերտներիս, դրա համար դա անում եմ սիրով, այնպես որ դժվար չի։ Բայց բոլոր դեպքերում Եվա երգչուհի եւ Եվա ուսուցիչ, դա որքան էլ ասեք, որ մեկը մեկից բխում է եւ միաձուլված է ինչ որտեղ, չէ՞ որ դա ի վերջո տարբեր էներգիաներ են։ Չի ասի, այնքան էլ տարբեր չի։ Ես երևակայի նույն էներգիայով դասավանդում եմ, ինչպես որ համերգներ եմ տալիս, եւ վերջին շրջանում ես որոշեցի համերգներին հրավիրել նաեւ իմ լավագույն սաներին, որ ելույթ ունենան համերգներից, դա իրենց ավելի շատ ոգևորում է միշտ, որովհետեւ աշակերտին ոգևորում է ելույթ ունենալ ուսուցչուհի հետ մեկ բեմում, դա իրենց շատ ուժեղացնում է։ Եվ ես կարծում եմ, որ դա ամենալավ միտքն է, որ առաջացել է ինձ մոտ վերջի շրջանում աշակերտներիս հետ ունենալ համերգային ելույթներ։ Ծրագիր։ Իհարկե դա շատ պարտավորեցնող է յուրաքանչյուր աշակերտի համար, այսինքն նա սկսում է մտածել, որ փոքր ինչ արդեն արժանի է բեմարտակ դուրս գալ, ելույթ ունենալ իր ուսուցչի հետ։ Ես վստահ եմ շատերը գիտեն, բայց նաև կգտնվեն մարդիկ, ովքեր առաջին անգամ կիմանան, որ դուք ձեր այս ավելի ճիշտ ձեր ոճի եւ կատարողական արվեստի հետևում կանգնած է դասական վոկալ։ Այո։ Ավելին ուսուցիչ, մեծ ուսուցիչ Գոհար Գասպարյանը։ Այո։ Այդ ինչպես եղավ, որ բախտը այդքան ժպտաց եւ դուք կարող եք սովորեցիք Գոհար Գասպարյանի մոտ, բայց ընտրեցիք ոչ դասական վոկալը, այլև ռոք, պոպ, ջազ եւ այլ ոճերը։ Երաժշտական միաձուլում տեղ ունեցավ, գիտեք ինչպես դա իրականում հրաշքի նման էր, ես այն ժամանակ 16 կամ 17 տարեկան էի, որ հանդիպեցի Գոհար Միխայելովնային, նա ընդունեց, լսեց ինձ եւ ես հիշում եմ, որ իմ մորաքույրը ասաց, իր մոտ աշխատում էր մորաքույրս, կոնցերտմեստր, ասաց, որ տաղանդավոր երեխաներին միշտ սատար է կանգնում եւ հենց այդպես էլ եղել է, ես մասամբ կամ ավելի ճիշտ մեծ մասամբ ես իրենց եմ սովորել այդպես դասավանդել, որովհետեւ նա շատ մեծահոգի սրտաբաց կին էր, որ օգնում էր աշակերտին այս դժվարին ճանապարհին չհիասթափվել, երբեք չընկճվել եւ շարունակել, որովհետեւ բեմի կյանքը շատ իրականում ծանր է եւ եթե չսիրես, հաստատ կհանձնվես եւ քո ճանապարհից կշեղվես։ Ես ճիշտ հասկացա, որ ավելի շատ մանկավարժությունն եք սովորել, որովհետեւ դասական վոկալը իհարկե դա հիմքերի հիմքն է բոլոր երգեցողությունների, բայց այն ոճը, որ դուք եք ընտրել, ամեն դեպքում դասական վոկալ չէ, ինչը ստիպեց շեղվել։ Տեսեք, ես իհարկե դասականով սկսեցի, Գոհար Միխայելովնան անպայման ուզում էր, որ ես շարունակեի այն ճանապարհը, որ նա էր նրա մոտ էր։ Ես նույնպես շատ սիրում էի դասականը, բայց այն ժամանակ դեռ նոր ճանապարհն էի բռնել կյանքի ճանապարհը եւ նոր էի ճանաչում երաժշտության
մնացած ճյուղերը 18 կամ 19 տարեկանեի, որ սկսեցի լսել նաև ռոք երաժշտություն եւ այն կարծես բռնեց իմ հոգու էներգիան շատ պինդ եւ ես սիրահարվեցի ավելի ծանր երաժշտության հետո դա արդեն փոխվեց միայն ռոքով չսահմանափակվեցի, որովհետև արդեն իմ ձայնի հնարավորությունը սկսեցին թույլ տալ, որ ես բոլոր հնարավոր երաժշտական ճյուղերին միանամ։ Դրա համար այնքան էլ չեմ սիրում շատ ոճերի բաժանել, դա ոնց որ միաձուլում է երաժշտական տարբեր ոճերի, որը որ մենք կարող ենք օգտագործել որպես արտիստ երաժշտության մեջ։ Իսկ բոլոր դեպքերում կա մի ժանր, որ ավելի նախընտրելի է ձեզ համար։ Ավելի նախընտրելի։ Ես կարող եմ ասել, որը նախընտրելի չէ, իսկ որն է նախընտրելի, Դա էլ է հետաքրքիր։ երաժշտական ոճերի մեջ բոլորը սիրում եմ, դասական եւ ասեմ ավելին իմ հեղինական երգերի մեջ փորձում եմ օգտագործել, այսինքն իմ ներսում բխում է այդ ոճերը եւ ստեղծագործող մարդը օգտվում է արդեն այդ բոլոր ոճերից, որ իր ներսում արդեն կուտակում է ստեղծել, այսինքն դա կլինի ջազ, դա կլինի փոփ, դա կլինի ֆանկ, բլյուզ, pop rock, այսինքն այդ բոլոր ոճերը կարող են միան խառնվել արևելյան երաժշտություն, ես շատ եմ սիրում խառնել երաժշտության ոճերը, դա ինձ համար մեծագույն հաճույք է։ Բայց չասացիք, որը չեք նախընտրում։ Այդքանը թվարկելուց հետո։ Այո, դե ես չեմ սիրում մի պարզ երաժշտությունը չեմ սիրում, ինձ համար պարզ է այն երաժշտությունը, որտեղ ասելիք շատ քիչ կա։ Այդքանը ասեմ։ Իսկ որևէ օրինակ կարող եք բերել, որն է պարզ երաժշտությունը։ Օրինակ կարող եմ բերել, բայց հիմա չեմ ասի։ Լավ, համառությունս արդյունքի չբերեց, բայց ինչև է կարծում եմ ունկնդիր է իր երևակայության սահմաններում կպատկերացնի, որի մասին է խոսքը։ Եվ այսպես ամենասկզբից ասացինք, որ համատեղում եք եւ գրեթե չեք տարբերակում դասավանդումը, մանկավարժությունը եւ ձեր անձնական երգարվեստը։ Ի վերջո մանկավարժությունը դա ավելի շատ տալն է, նկատի ունենք հենց նույն էներգիայի մասին։ Իհարկե բեմահարթակ դուրս եկող երաժիշտը ինքն էլ է շատ բան տալիս հանդիսատեսին, բայց նաև փոխլիցքավորում է տեղի ունենում եւ հանդիսատեսի ջերմությունը նույնպես կատարողը վերցնում է։ Իսկ դասավանդման մեջ ինչ են սովորեցնում ձեզ երեխաները։ Դասավանդման մեջ գրեթե նույնն է, միևնույնն է էներգիաները փոխանակվում են միշտ եւ ես ընտրում եմ ոչ միայն նրա պատճառով որ իմ աշակերտը որ գալիս են ինձ մոտ ես լսեմ իրենց ես ուշադրություն եմ դարձնում էներգիային որ փոխանցում է ինձ տվյալ մարդը եւ այդ էներգիայի պատճառով ես կարող եմ իրան ընդունել որովհետեւ նա բարի է կամեցող Կարող է չընդունեք, եթե չզգաք այդ իմպուլսները։ Ինչպես ոչ թե չեմ ընդունի, այլ լսելուց հետո, եթե ես էներգիայի ծանր, այսինքն շատ զգամ, որ ինձանից շատ էներգիա է գնում ու ես չունեմ իրենից ստանալու էներգիա, կամ այսինքն դա միայն տանում է, եթե տանում է չի տալիս էներգիա, արդեն դու սպառվում ես։ Իսկ մնացածը տաղանդը, գիտեք ինչպես, գրեթե բոլորը ունեն տաղանդ։ Դա հնարավոր է բացահայտել։ Ես սիրում եմ բացահայտել։ Ընդհանրապես ես համառ մարդ եմ շատ, որովհետև բեմի կյանքը համառ մարդկանց է սիրում, դու չես հանձնվում երբեք, միշտ պայքարում ես եւ այդ նույն բանը տեղի ունենում իմ դասերի ժամանակ եւ այդ նույն համառությունը ես գործադրում եմ աշակերտների սովորեցնել երգելու համար եւ երբեք չեմ հանձնվում, եթե օրինակ չի կարողանում երգել, չունի լսողություն։ Ես մինչեւ վերջ համառորեն կհանեմ այդ բոլոր հնարավորությունները, որ նրա մեջ կա, երաժշտության մեջ, որպեսզի նա հասնի իր երազանքին, եթե իհարկե դա երազանք է։ Ես շատ կարևորում եմ դա, եթե ինձ մոտ գալիս են եւ ուզում են ուղղակի ես չեմ սիրում ուղղակին, երգը չի սիրում ուղղակին, պետք է նույն նվիրումը տեսնեմ, որ չհանձնվեն, չհուսահատվեն կամ չհիասթափվեն գնան, այդ տարբերակները չեմ կարող
դա շատ էներգիա է տանում ինձանից, իսկ եթե ես նկատում եմ, որ մարդը նույն չափ համառ է, նվիրված է եւ փոքրիկ սխալի պատճառով իր մոտ որ չի ստացվում, նա չի հանձնվի, չի ասի լավ չէ, չեմ ուզում երգել, դա իհարկե ինձ կոնկրետ միշտ հիասթափեցնում է, որովհետեւ ես սիրում եմ հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր նույնքան համառ են, որքան ես։ Եվ հենց այն էներգիան, որ փոխանցվում է ինձ նաև իմ աշակերտներից, որտեղ նրանք էլ ինձպես համառ են։ Իհարկե մենք պատմությունը սկսեցինք մի փոքր, ինչպես ասում են, հին ժամանակներից, դասական մեթոդներից, եւ այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ուղղակի թերթելով համացանցը գտնում ենք բազմաթիվ առաջարկներ, որտեղ պայմանական 5 րոպեում սովորեցնում են երգել։ Էլ չեմ ասում դրան գումարած տեխնոլոգիաները, ծրագրերը, օրինակ միայն ավտոտոնը, որը եթե սխալվեցիր, շտկում է, բարելավում է ձայնը, որակը, բարձրությունը, նոտայի եւ այլն։ Երեխաները բնականաբար գիտեն այդ մասին։ Ինչպես համոզել այսօրվա սերնդին գնալ այդ բավականին դժվար, ջանք պահանջող, ժամանակ խլող ինչ որտեղ այդ ճանապարհով, որպեսզի դառնաս իսկական երգիչ։ Ես հենց առաջինը դա եմ ասում իմ սաներին, ովքեր որ առաջին անգամ են գալիս, որպես ես լսեմ, ես հարցնում եմ, եթե նա ուզում է կատարել կենթանի կատարումներով հանդես գալ, ապա ճիշտ հասցեով է եկել։ Եթե ցանկություն չկա կենթանի կատարումներով հանդես գալ, ուղղակի զապիսներով, պլյուսերով, ինչպես որ գիտեք հայտնի է, ես դա չեմ ընդունում, քանի որ սա այնքան կենթանի է երգը, երգարվեստը, որ դա շատ վիրավորական է, արհեստականի վերածել։ Այսպեսով այնպես է ստացվել, որ իմ սաները, ինչպես ասում են, վարակվել են ինձանից լայվ երգերով եւ դա վիրավորական է իրականում, պլյուս երգելը։ Շատ համերգներ եմ եղել, լսել եմ տարբեր համերգների, տարբեր արտիստների կատարումներ, որ երգում են պլյուսով, իդեպ լավ երգիչ-երգչուհիներ, չեմ կարող ասել, որ լավ երգիչ-երգչուհիներ չեն, բայց չգիտես ինչու դա շատ հիմա այդպիսի տենդենց է, մոդայիկ է, որ երգեն պլյուսով, որովհետև դե հարմար է դա միգուցե, բայց օրինակ ես եւ իմ սաներին թույլ չեմ տալիս այդպես երգել, դա անձնական վիրավորանք եմ համարում, եւ ես ինքս չեմ սիրում երգել պլյուսով, միայն այն դեպքում, եթե դա հաղորդում է, որտեղ չկա հնարավորությունները, ապարատուրան թույլ չի տալիս, բայց միևնույն է շատ բարդ է դա, տրվում կոնկրետ ինձ, որովհետև կենթանի կատարման սովոր արտիստը չի կարող երգել պլյուսով։ Երգացանկի մասին խոսենք, հիմնականում ձեր ստեղծագործություններն են, թե նաև կան հայտնի հիթեր կամ գործեր, որոնք նույնպես գրավում են ձեր ուշադրությունը։ Միանշանական հայտնի հիթեր, որովհետև այդ արտիստներից ես սովորել եմ երգել այն, ինչ որ ես հիմա երգում եմ, այսինքն հին մեր ասելով օրինակ Ֆրեդի Մերկուրի, Արեթա Ֆրենկլին, Էտա Ջեյմս, շատ արտիստներ կարող եմ թվարկել, եւ ռոքային աշխարհում, եւ փոփ, եւ ֆանկ, եւ մեր հայ արտիստներին կարող եմ թվարկել։ Հինը սիրում եմ, որը ոնց որ դեռ չի վարակվել այս մեր նոր երաժշտական գույներով, որովհետև կա ժամանակակից երաժշտություն, որ ես կոնկրետ ես այնքան էլ չեմ սիրում, բայց չեմ մեղադրում նրանց, ովքեր սիրում են, որովհետև գուցե ես արդեն հին եմ, այդ 80-90-ական թվականներից եմ, նոր սերունդը միգուցե սիրում է, ես հնարավոր է, որ դա չընկալեմ կամ չսիրեմ։ Եվ այո, իմ հեղինական երգերը նույնպես, այնպես որ համերգներից կատարում եմ եւ իմ հեղինական երգերը եւ իմ շատ սիրելի հին արտիստների երգերը սիրով միշտ կատարում եմ, որպեսզի նախ չմոռացվեն եւ իմ աշակերտներն նույնպես սիրով երգում են։ Երբեմն պատահում է, որ իմ հեղինական երգերը երգում եմ իրենց հետ զուգերգով։ Իսկ ձեր կարծիքով ինչ է կատարում այսօր ժամանակակից ներկայիս երգարվեստում։ Ինչ տենդենսներ կան, ինչ է նախընտրում նախ կատարողը հիմնականում եւ պահանջարկը ինչպիսին է։ Եվ արդյոք շատ են ձեր դիտարկման դեպքերը, երբ կատարողը այս պայմանական ասած զոհ է գնում պահանջարկին։ Ին տեսնելով, այո, պահանջարկին զոհ է գնում հիմա արտիստը, բայց մենք
արտիստը ինք իրանով նորը բերող է միշտ ռուսերեն այդ բառը նորարար է, գիտեք, այսինքն մենք ոչ թե կար պետք է տրվենք ժամանակի թելադրանքին, այլ մենք պետք է թելադրենք ժամանակը երաժշտության առումով, արվեստի առումով, ես կոնկրետ երաժշտության մասն եմ խոսում, բայց դա վերաբերվում է արվեստի բոլոր ճյուղերին։ Այսպիսով հիմա, այո, մի քիչ այդպես տեղերով փոխվել են, բայց չեմ կարող ոնց որ ինքս քննել դա այս պահին, որովհետև ամեն մարդ, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա, եւ ես կարող եմ ճաշակ թելադրել, բայց ես չեմ կարող ստիպել, որ դիմացինը ընդունի իմ ճաշակը։ Համար դա շատ վիճելի հարց է։ Ամեն դեպքում կարծում եմ կոմպրոմիս կարելի է գտնել եւ չնահանջել թեկուզ այն պատճառով, որ այս կամ այն ժանրը գուցե այդքան նախընտրելի չէ, բայց եւ պետք է մատուցել։ Ես դա սովորել եմ Գոհար Գասպարյանից, իմ սիրելի, որ երբեք ես չեմ հանձնվել այն կետում, որտեղ շատ բարդ է թվում, եւ թվում է, թե չես կարող էլ գնալ առաջ, որովհետեւ այս կամ այն իրավիճակը քեզ թույլ չի տալիս, պետք է երբեք չհանձնվել։ Չհանձնվելու համար պետք է ունենալ մեծ սեր, որովհետեւ երբ որ շատ սիրում ես ինչ որ մի բան, հաստատ չես հանձնվի երբեք։ Եվա, եթե դեմ չեք, խոսենք ձեր ընտանիքի մասին։ Հազվադեպ ազգանուն ունեք եւ այն հենց հնչում է անմիջապես նաեւ ունկնդիրը հիշում է եւ գորին։ Ես միշտ ուրախանում եմ։ Ձեր հարազատ եղբայրն է։ Իսկ որքան հաճախ եք միասին հանդես գալիս։ Դա իմ ամենացավոտ թեման է, անկեղծ ասած մենք միասին հանդես չենք գալիս արդեն շատ երկար տարիներ։ Որն է պատճառը։ Չգիտեմ։ Ոճային թե այլ տարաձայնություններ կան։ Անկեղծ ասած չգիտեմ, այդ հարցին ես չեմ պատասխանում, որովհետև պատասխանը չգիտեմ։ Տարիների ընթացքում, վերջի տարիների ընթացքում չի եղել, որ մենք ունենանք համերգային հանդիպում։ Եվ այսպեսով այդ հարցի պատասխանը չունեմ ցավոք, բայց Գորին որպես գործուջան ես շատ իմ եղբայրն, այսինքն սխալ արտահայտվեցի, ոչ թե որպես գործուջան, այլ որպես Գոր իմ եղբայր։ Ես իրան միշտ սիրում եմ, սիրել եմ ու սիրելու եմ, որպես արտիստ, որպես եղբայր, որպես Գոր։ Իսկ հնարավոր է լինում տարանջատել եղբայր եւ ուղակի գործուջան կատարող։ Ստիպված ես լինում այդպես, այո, պետք է տարանջատես։ Կա արտիստ ձեր կյանքում, որը մեծ ազդեցություն է թողել ձեր ոճի, կատարողականի, նաև ստեղծագործականի վրա։ Դե, այո, բացի Գոհար Միխայելովնայից համաշխարհային աստղերին հիմա հիշեմ։ Ազդեցություն թողել է, բայց դուք այդ ոճը չեք ընտրել։ Չէ։ Որ արտիստը որ ազդեցություն է թողել, հենց այդ ոճն էլ ընտրել եմ եւ այդ ոճում էլ ես ստեղծագործում եմ։ Այսինքն այդ էներգիան, որի մեջ կա, դասականից չի, դասական երգչուհին ունի շատ հզոր ձայն, դա փառք Աստծո կա, բայց էներգիան արդեն եկել է երաժշտությունից, որ ես լսել եմ, այսինքն լսել եմ Ֆրեդի Մերկուրի, Արեթա Ֆրանկլին, Էտա Ջեյմս, ու դա խառնարան է երաժշտական միաձուլում, որը իմ մեջ իմ ներսի ձայնի էներգիայով եղել է, ինչ եղել է։ Այսօրվա ժամանակակից սերնդի հետ եք շփվում։ Ինչպիսին են այսօրվա երեխաները երկարվեստից դուրս, ինչ նախասիրություններ ունեն, ինչով են ապրում, որքանով է իրենց գրավում արվեստը եւ միանգամից մի քանի հարց է ստացվում, այ դուք նախապես ճշտում եք, ունեն իրենք արդյոք երգելու երազանք, թե ոչ, ապա ըստ դրա դասավորում ձեր փոխհարաբերությունները, իսկ կա որ միանգամից ասում են, այ ես ուզում եմ շուտ հայտնի դառնալ, իհարկե կա, եւ որն է ձեր մարտավարությունը։ Իհարկե կա այդպիսի դեպքեր, ես հանդիպել եմ իհարկե ուսանողներ, ովքեր ուզել են միանգամից, ոնց են ասում, как только так сразу, բայց գիտեք ոնց որ երկարվեստը երևակայ միակն է, որ չի սիրում շտապել եւ արագ չի լինում։ Եթե կան նմանատիպ ուսուցիչներ, դա միանշանակ խապկանք է, ձայնը գիտեք ինչպես մարդու նման է, ինքը ոչինչ զորով չի անում։
չի կարելի շտապեցնել, ինքը սիրում է հանգիստ։ Ձայնալարը ինքը մարդու բնավորություն է։ Այսինքն, երբ որ ես հանդիպում եմ աշակերտին, ես սկսում եմ ծանոթանալ նրա բնավորությանը։ Այլ կերպ ձայնը մշակել հնարավոր չի, որովհետև դա այնքան բնական գործիք է ձայնը, եւ առնչվել ձայնի հետ, առնչվել մարդու հոգեբանության հետ։ Մշակել մարդու ձայնը, մշակվում է նաև մարդու բնավորությունը։ Նրանք այնքան մեկը մյուսի հետ կապված են, որ չես կարող դու 10 օրում սարքել երգիչ մարդուն, դա անհնար է։ Իհարկե կան տենց թյուր հնարավոր գովազդներ, որ ես տեսել եմ, լինում է, որ ինձ մոտ են գալիս, որ տեսնեն իմ մեթոդը, ձայնավարությունը ինչպիսին են, բայց ասեմ ձեզ, մեթոդ որպես այդպիսին, գիտեք ինչպես է, դա այնքան անհատական է։ Անհատական է մարդուց է կախված, ով է քեզ հանդիպել, ինչպիսին է այդ մարդը, ինչքանով նա ցանկանում է երգել սովորել։ Կան մարդիկ, որ գալիս են արդեն իրենց կարծիքով արդեն երգել գիտեն, օրինակ։ Ես չեմ սիրում նման մարդկանց հետ աշխատել, որովհետև դա համարյա անհնար է։ Ես չեմ ընդունում։ Կան երեխեք, որ գալիս են, ուզում են արդեն միանգամից երգել համերգից, հարցնում են, բա երբ ենք ձեր համերգին երգելու։ Ես ասում եմ, պետք է սպասենք, որովհետև ինչ որ ժամանակ պետք է անցնի, մինչև պետք է պատրաստ լինես ուղակի։ Այսինքն համերգը այն կետն է, որին որպես խթան եւ որպես լույս երեխան գնում է։ Այո, ես նոր եմ սկսել դրա մասին մտածել, անկեղծ վերջին երևակայ 1 տարին ես սկսեցի երեխեքից հանել բեմ, բայց ինձ հետ, ոչ թե առանձին, որովհետև դասատուի հետ երգելը դա մեծագույն հաճույք է, վստահ եմ, եւ միանգամից մի քանի քայլ իրանք հոգեբանորեն, որտեվ երգելը շատ հոգեբանական լուրջ քայլեր է պահանջում, եւ նկատել եմ, որ նրանց մոտ մի քանի քայլ միանգամից կտրուկ առաջ են գնում երգի մեջ, ու արդեն հետագայում ամեն մեկը իր ճանապարհը սկսում է գծել։ Ստացվում է այնպես, որ միայն ոլորտի եւ երկարվեստի դրական կողմերից ենք խոսում, բայց չէ որ կան դժվարություններ, խոչընդոտներ, իսկ որոնք են դարձյալ երեխաների հետ շփման ամենաբարդ խնդիրները, որոնց դուք հանդիպում եք եւ ինչպես եք հաղթահարում այն նույն բեմ շտապող երեխան, աստղային կյանքով ապրելու շտապող երեխան եւ միգուցե ինչ որ այլ խնդիրներ կա, որոնք կբարձրաձայնեք։ Հիմա պետք է ասել, որ ես նախ շատ լավատես մարդ եմ, շատ հազվագյուտ եմ ես խոսում վատ կողմերի մասին, առհասարակ մարդու, երբեք ես չեմ նկատում մարդու վատ կողմերը եւ իրավիճակի մեջ միշտ լավ կողմերն եմ տեսնում, այդպես եմ սովորեցրել ինքս ինձ եւ շատ ուրախ եմ, որ այդպես է, այնպես որ երբ որ ես հանդիպում եմ իմ սաներին, ես միայն լավ կողմն եմ տեսնում եւ դա կարծես դա վարակիչ է, անկեղծ ասած, մարզեր ասած ոչ մի կետը չեմ կարողանում հիշել կոնկրետ այս ասպարեզում։ Եթե շատ ուզես կարող ես տեսնել, բայց ես չեմ ուզում տեսնել, դրա համար չեմ տեսնում։ Ես վստահ եմ, որ ձեր սաները ձգտում են ձեզ հետ շփման, որովհետև չկա, չեմ ուզում ասել խստությունը, որովհետև առանց խստության ուղղակի չի լինի, որովհետև դա պարտադիր է, եթե շատ բաց թողնես, երեխաները պարտաճանաչ չեն լինի, պահանջները չեն կատարի, դա պարտադիր է, բայց եւ նման ուսուցիչը, ով ուզում է միայն լավը տեսնել, բնականաբար կձգի դեպի իրեն իր սաներին։ Կարծում եմ, ներողություն ձեր խոսքը կտրեցի, ես ընդհանրապես չեմ ընդունում այն մեթոդը, երբ որ դասատու եւ աշակերտ, այսինքն շատ հարազատություն չկա, ինձ համար շատ կարևոր է, որ ես լինեմ իրենց հարազատ, ես սիրում իրենց հետ լինել ընկեր, բայց պատկերացրեք, որ այդ միևնույն է սուբորդինացիան պահպանվում է, ամեն դեպքում ես թույլ չեմ տալիս, այսինքն երեխաներ չեն, ունեմ երեխաներ 10-11 տարեկան անգամ 5 եւ մինչեւ 55 տարեկան ունեմ աշակերտներ, այսինքն տարեկան սահմանափակում չկա, սիրո նման է, գիտեք, սերը տարիք չի հարցնում, գիտեք ինչպես ասում են, երկ սովորել նույնպես։ Ես խիստ չեմ, այսինքն իմ խստությունը կայանում է նրանց հետ ընկեր լինելու մեջ եւ քանի որ ես ընկեր եմ, հարգանքը միշտ լինում է եւ սուբորդինացիան միևնույն է պահպանվում է։ Ամեն դեպքում ես սիրում եմ, որ ինձ ասում են Եվա, չեմ սիրում, որ ինձ ընկեր, տիկին կամ անուն հայրանուն, այդ կոնկրետ անունով մտերմություն եմ սիրում, որովհետեւ երգը
Սիրում է հենց մտերմություն։ Իսկ 55 տարեկան աշակերտը գալիս է իր համար հա սովորելու երգելը։ Այո, գալիս է, դա գիտեք ինչպես լինում է մարդիկ ես շատ եմ հանդիպել իմ կյանքում մարդկանց ում մոտ երազանք է եղել երգը, բայց կյանքի բերումով, օրինակ աշխատանքի պատճառով այնքան լուրջ մասնագետներ մեկ-մեկ ինձ մոտ հայտնվում են, որ կապ չունեն ընդհանրապես երաժշտության հետ, իրանց մասնագիտությունը, բայց դա մանկությունից օրինակ իրանք սիրել են, բայց չեն զբաղվել։ Մեկի ծնողը չի թողել, մեկը ամուսնացել է, մեկը երեխաներ ունեցել։ Ներողություն տարիքում պրոֆեսիոնալ բեմ դժվար թե բարձրանան։ Իսկ հենց այնպես իրենց համար միթե չեն երգում, միթե լրացուցիչ գիտելիք է պետք։ Ձայնը պահանջում է անպայման մշակում, որովհետև գիտեք ինչպես չմշակված ձայնը շատ դժվար է օգտագործելը։ Իսկ երբ որ գալիս են մշակման, ես արդեն մշակում եմ շունչը, որ ճիշտ օգտագործեն շունչը, որ ձայնը շունչը հոգնի, որ կարողանան իրանց ուզած նոտաները երգել, իրանց ուզած ոճի մեջ իրանց ավելի ազատ զգան։ Ուղղակի երգել, այո, հնարավոր է, բայց մարդիկ ուզում են լավ երգեն։ Դա շատ մեծ տարբերություն է։ Քանի որ ձայնից խոսեցինք եւ ինչ որ գաղտնիքներից, ձայնի պահպանման, եւ կարող է կիսվել այն ինչ որ կոչվում է ձայնի հիգիենա։ Եվ շատ խիստ մասնագիտական չեն, այլ պարզապես բոլոր նրանց համար, ովքեր տանը սիրում են երգել կամ արդեն երգում են, ինչ անել, որ շուտ չկորցնեն ձայնը։ Ուրեմն, քանի որ ես ասացի, որ ձայնը շատ նման է մարդու բնավորությանը, ինքը ոնց որ մարդն է, մարդու հոգեբանությունը։ Ամենակարևոր հիգիենան դա հանգիստ հոգեվիճակում գտնվելն է։ Ուրիշ ոչ մի բան չի օգնի, եթե, չգիտեմ, օրինակ, եթե դու քեզ շատ լավ ես պահում, տաք ես պահում, սառը չես խմում, արիվածաղիկ չես օգտագործում, բոլոր այն բաները, որ մենք քաջատեղյակ ենք, բավական է մի փոքր նյարդային լինելը, նյարդայնանալը, անգամ ոչ թե բղավելը, այլ ուղղակի նյարդայնանալը կարող է ձայնը կտրել։ Պատկերացրեք, այդքան ինքը նուրբ գործիք է շատ, դրա համար ամենակարևորը լինել հանգիստ հոգեվիճակում եւ ամեն ինչ լավ կլինի։ Մնացած հիգիենան այսպես սառը ջուր մի խմեք, թեպետ ես խմում եմ։ Հիմա ինչ թելադրում եմ եւ ասում եմ, ես բոլորը դրա հակառակը արել եմ միշտ, որովհետեւ միևնույն է դրանք բոլոր այդ հիգիենայի պարագաները ձայնալարի համար որքան որ ես լսել եմ, միևնույն է, քանի որ շատ երիտասարդ տարիքից երգում եմ, երբ որ ինձ ասում են սա չի կարելի, ես անում էի։ Օրինակ ասում են սառը ջուր չի կարելի, ես խմում էի։ Ասում են պաղպաղակ չի կարելի, ես ուտում էի պաղպաղակ։ Բայց ես ընդհանուր առմամբ կասեմ, որ երգելուց առաջ հատկապես սառը ջուր պետք չի խմել, որովհետև երբ որ երգում ես ձայնը տաքանում է եւ տաք ջուր, շատ տաք նույնպես չի կարելի։ Գոլ։ Արևածաղիկը նույնպես խանգարում է երգելուն միշտ։ Սոված երգել խորհուրդ չի տրվում, շատ կուշտ չի տրվում։ Եվ այո, շատ կուշտ չի կարելի, այսինքն դրա մասին մենք բոլորս գիտենք, բայց ասեցի, այս ամենը հաշվի առնելով միայն հոգու հանգիստն է, որ ձայնը պահում է առողջ։ Հուսանք այն չի կարելիները, որ ձեզ ասել են, բայց դուք չեք պահպանել եւ արել եք, ձեր աշակերտները այս պահին չեն լսում։ Չէ, ես նրանց էլ եմ ասում, ասում եմ։ Մի արեք, գիտեք ինչի, որովհետև միևնույն մարդը այնքան ինդիվիդուալ է ամեն ինչ կյանքում, ինչ որ ինձ չի կարելի, կարող է ձեզ կարելի է, դրա համար դա նույնպես անհատական է։ Եվ շատերին կհետաքրքրի, թե առաջիկայում որտեղ համերգներ ունեք ձեր անհատական ելույթները եւ իհարկե ձեր աշակերտների հետ։ Ես երևի հիմա այս հունիս ամիսը մի փոքր կհանգստանամ, հուլիսին կունենամ համերգ, հուլիսի սկիզբ իմ սոցիալական ցանցերում կլինի Facebook, Instagram, որտեղ եմ ելույթ ունենալու, իմ համերգին միշտ ելույթ են ունում իմ սաները, 1-2 հոգի ես ընտրում եմ, որպեսզի ելույթ ունենան հենց իմ համերգի ժամանակ։ Իհարկե երբեմն ասում են այդպես պետք չի, առանձին համերգ արա, բայց իմ երեխեքը սիրում են, որ հենց ինձ հետ ելույթ ունենան համերգին։ Իրենց համար դա վիճակահանության պես մի բան է, չէ՞, ով կլինի այս անգամ ձեր կողքին։ Երևի չեմ իմանում, դա իրանց ներքին խոհանոցն է։ Իսկ ստեղծագործական առումով նոր երգեր սպասվում են ձեր հեղինակած։ Այո, հիմա պետք է գնամ ստեղծեմ նոր երգ։
ամեն օր նոր երգ ստեղծում եմ, ուղղակի Շատ հետաքրքիր բան ցույց չեմ ասացիք, դնում։ բայց արդյոք հնարավոր է այդպես դա իհարկե ստեղծագործական միտքն էլ պետք է մարզել, բայց ներշնչանք ամեն օր ձեզ այցելում է եւ ինքներդ ձեզ պատվեր տալով կարողանում եք ստեղծագործել։ Այո, դա շատ գեղեցիկ է իրականում եւ շատ դյուրին է ինձ համար եւ ընդհանրապես կարծում եմ ստեղծագործող մարդը ինքը օրինակ ես երբ որ նստում եմ, եթե մենակ եմ լինում հատկապես դաշնամուրի մոտ, գիտեք ինչ, երաժշտությունը ինքը սկսում է գալ, ինքը քո մեջից դուրս է գալիս իրականում, մնում է դա համակարգել ընդամենը եւ հետո արդեն մնացած գործերը արդեն երաժշտական գործիքավորում եւ այլն, բայց երգը շատ գեղեցիկ հեշտ կարա ծնվի, որովհետև դա էլի զգացողություն է, քո զգացմունքներն են դուրս գալիս, ոնց կարող է դա պարտադիր պահանջի ներշնչանք։ Իսկ այն իրականությունը, որում ապրում ենք, միթե այն այդքան բարենպաստ է, եթե այո, դա միայն ուրախալի է, բայց արվեստագետը չի կարող չարձագանքել, չանդրադառնալ, չզգալ այն, ինչ կատարվում է իր շուրջ, իսկ իրականությունը ոչ այնքան միանշանակ է։ Կարողանում եք շրջանցել կամ հաղթահարել դժվարությունները եւ ամբողջությամբ տրվել ստեղծագործական ընթացքին։ Երբ որ դու մենակ ես, դու քո սենյակում, որտեղ որ դու արարում ես, այո, իհարկե կարող ես, բայց երբ որ դա արդեն պետք է իրագործես, ինչպես ասում են, ցույց դնես, համերգներ եւ այլն, իրավիճակը կարող է չնպաստել, շատ հնարավոր է, բայց դա միևնույն է պատճառ չի հանձնվել։ Ես ուզում եմ ասել, որ հանձնվել պետք չի ոչ մի պարագայում։ Ես երբեք չեմ հանձնվում, ես տեսնում եմ այն ինչ է կատարվում մեր երկրում եւ աշխարհում, բացի մեր երկրից, բայց միևնույնն է ես չափազանց լավատես եմ, ես շատ հավատում եմ Աստծուն եւ հավատում եմ, որ Աստված ես չեմ կարող Աստծուց բարի լինել։ Աստված տեսնում է իրողությունը եւ ես միշտ վստահում եմ Աստծուն, երբ որ անգամ վատ է։ Մենակ կարող եմ ասել չհանձնվել եւ միշտ հավատալ Աստծուն։ Մնացած ամեն բան լավ կլինի։ Ի վերջո հիշենք, որ հուսահատությունը ամենամեծ մեղքն է։ Եվ շնորհակալություն հրավերն ընդունելու համար, Ես եմ շնորհակալ։ հետաքրքիր մտքերի։ Վստահ եմ, որ ձեր սաները հուսալի ձեռքերում են եւ երկարվեստի այս ճյուղը, իսկ ճյուղերը մի քանիսն են այս դեպքում, զարգանում են ճիշտ բնականon հունով, ինչպես որ պետք է թեկուզ 21-րդ դարում, որ ամբողջությամբ հեղեղված է տեխնիկայով, տեխնոլոգիաներով, մարդկային գործոնը ոչ ոք չի չեղարկել։ Այո, շատ շնորհակալ եմ եւ շատ հաճելի դուք զրուցընկել եք։ Շնորհակալ եմ։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք երգչուհի, պրոդյուսեր, վոկալի մասնագետ Եվա Սուջյանին։ Մինչ նոր հանդիպում։